Ինչի՞ չէ ասել։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, իրականում ես նախկինում առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, այդ թվում նաև ազգային ժողովում, տարբեր ձևաչափի հարց ու պատասխանների շրջանակներում, պիտի նշեմ եւ նշեցի նաև իմ նախաբանում, որ սա մաս է կազմել 2021-26 թվականի կառավարության ծրագրի, բայց իհարկե դրա կենսագործումը մեծապես կախված էր մեր բարեփոխումների արդյունքներից եւ դրա վառ օրինակը ես ներկայացրեցի Պաշտպան Հայրենյաց ծրագիրն է եւ նաեւ ժամկետային զինծառայության ներգրավող անձանց թվաքանակի ավելացումը այն է զորակոչի, որակական եւ թվային փոփոխությունները եւ սա մի կարեւոր գործոն է, որը ամբողջությամբ ծածկում է մեր հանրության կամ մասնագետների ըստ էության պաշտպանության նախարարը չէր կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ առանց զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնության կամ նրանց կողմից տրված կարծիքի եւ կարող եմ նշել, որ մենք այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը ամրապնդվի, այն է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, պրոֆեսիոնալ համակարգը, որը կծածկի այն հնարավոր բացը, որը կարող է ծագել 1.5 տարի հետո։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար